Արմավիրի մարզի առաջին ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի 29-ամյա դատավոր Սերժ Արտյոմի Ռուշանյանին է մակագրվել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ աղմկահարույց քրեական գործը։ Օրագիր Նյուզի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով դատավորի տարիքին և մասնագիտական փորձին նշել է, որ անձամբ չի ճանաչում նրան, իսկ նրա վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը բավարար չէ դատավորի մասնագիտական կարողությունների մասին միանշանակ հետևություններ անելու համար։ Ես ծանոթ չեմ դատավորին, որևէ այս առումով ոչինչ ասել չեմ կարող, այդ հրապարակային տեղեկատվությունը, որ առկա է, միանշանակ որևէ հետևություն անելու հիմք չի տալիս։ Միակ հանգամանքը, որ որոշակի առումով անհանգստացնող է, դա այն է, որ փորձառությունը շատ մեծ չէ։ Նրա խոսքով դատավորի մասնագիտական փորձի հարցը հատկապես կարևոր է քրեական գործերի դեպքում։ Մելիքյանը կարծում է, որ դատավոր դառնալու համար պետք է ավելի բարձր տարիքային շեմ սահմանել։ Ես առհասարակային կարծիքին եմ, որ 30 տարեկանը պետք է լինի դատավոր դառնալու նվազագույն տարիքը, հատկապես քրեական գործերով, բայց դա կոնկրետ դատավորի խնդիրը չէ, այլ համակարգի խնդիր։ Հարցին, թե դատավորի նախկինում արդարադատության նախարարի խորհրդական կամ օգնական աշխատելու հանգամանքը չի կարող շահերի բախման կամ իշխանությունից հնարավոր կախվածության մտահոգություն առաջացնել, հատկապես այն պարագայում, երբ գործը որակվում է որպես քաղաքական հետապնդում, Մելիքյանը նշել է, որ այստեղ խնդիր տեսնում է։ Որոշակի ռիսկեր կարծում եմ կան, բայց արդյոք այդ ռիսկերը այն աստիճան բարձր են, որ խնդրահարույց լինեն, չեմ կարող ասել։ Մելիքյանը միաժամանակ շեշտել է, որ դատավորի նախկին աշխատանքը գործադիր կամ իրավապահ համակարգում ինքնին դեռ չի նշանակում, որ տվյալ անձը չի կարող լինել անկախ և պատշաճ դատավոր։ Ես տեսել եմ նաև դատավորներ, որոնք նախկինում օրինակ ունեցել են դատախազի քննիչի աշխատանքի փորձ, գործադիրում աշխատանքի փորձ, բայց այնուհանդերձ եղել են լավ դատավոր, այդպիսի դեպքեր ես տեսել եմ։ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով արդարադատության իրականացումն այժմ երիտասարդ դատավորի ձեռքերում է, թե որքանով կհաջողվի նրան ապահովել անկախ դատավարություն, ցույց կտան առաջիկա նիստերը։